մի քանի հայրենական արտադրողներ, հայկական ընկերություններ ստացել են զենք արտահանելու թույլտվություն։ Առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայկական արտադրության զենք է արտահանվել։ Այս մասին հայտնել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Այս մասին հայտնել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Բավականաչափ բարդ խրթին լոգիստիկ ճանապարհներ անցնելով, դժվարությունների միջով անցնելով, հայկական ընկերությունները կարողացել են հասնել նպատակային կետին։ Հայկական ընկերությունները առաջին անգամ Հայաստանում մշակված, Հայաստանում արտադրված վերջնական արտադրանքը կարողացել են հասցնել վերջնական օգտագործման երկրներ։ Ես ուզում եմ ասել, որ այս ամենը իրականում վերջին տարիներին հանդիսացել է Հայաստանի Հանրապետության կառավարության երազանքը եւ ռազմավարական առաջնահերթություններից մեկը։ Հենց սա էր պատճառը, որ կառավարությունը վերջին տարիներին միլիարդավոր դրամների ներդրումներ է կատարել եւ ապագայում եւս շարունակելու է կատարել այդ մեծածավալ ներդրումները ռազմաարդյունաբերության ոլորտում։ Շնորհավորում եմ բոլորիս եւ ուզում եմ հիշեցնել, որ սա ընդամենը մի մեծ ու երկար ճանապարհի սկիզբն է, հայտարարել է Հայրապետյանը։ Վարչապետի պաշտոնը դեռևս զբաղեցնող Փաշինյանը հրատապ հայտարարություն է տարածել ազգային բարերար Սամվել Կարապետյանը։ Հայաստանի վարչապետի երկուշաբթի օրվա խոսքերն ու պահվածքը Երևանի փողոցներում Կարապետյանը համարել է մեջբերում մեր ժողովրդի համար ամոթալի ու խայտառակ օրերից մեկը։ Տնային կալանքում գտնվող ազգային բարերարի խոսքով անգամ 20 օր Փաշինյանի երկրի ղեկին մնալը վտանգավոր է։ Մեր բոլոր հակառակորդները տեսնում են, թե ինչ հոգեբանական անհավասարակշիռ վիճակում է գտնվում մեր երկրի ժամանակավոր ղեկավարը։ Նրա յուրաքանչյուր օրը վարչապետի պաշտոնում թուլացնում է մեր երկիրը։ Փաշինյանը խայտառակում է ոչ միայն մեր պետությունը, այլև հայ ժողովրդի, հայ տղամարդու կերպարը։ Մենք դա թույլ չենք տալու։ Հունիսի 7-ին մեր ժողովուրդը վերջ կտա ազգային խայտառակությանը։ Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ան Վատիկանում հանդիպել է Ռոմի Պապ Լևոն 14-րդի հետ եւ բարձրացրել Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հարցը։ Հանդիպման ընթացքում Ռոմի Պապ անդրադարձել է հավատքի կարեւորությանը, քրիստոնյաների միջև կապերին ու միասնաբար վկայություն տալու անհրաժեշտությանը։ Լևոն 14-րդն իր երախտագիտությունն է հայտնել Արամա կաթողիկոսին կաթոլիկ եկեղեցու հետ հարաբերությունների ամրապնդման եւ երկու եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության միտված պատրաստակամության համար։ Պոնտիֆիկոսն իր խորին մտահոգությունն ու ամենօրյա աղոթքներն է հղել Լիբանանի ժողովրդին եւ Մերձավոր Արևելքի եկեղեցիներին։ Նա ցավով փաստել է, որ Լիբանանը շարունակում է կանգնել ծանր փորձությունների առջև եւ երբ երկրի միասնությունն ու ամբողջականությունը կրկին վտանգված են, եկեղեցիները կոչված են ամրապնդելու եղբայրական կապերը։ Առանձնազրույցից հետո հոգեվոր առաջնորդները համատեղ աղոթք են բարձրացրել Առաքելական պալատի Ուրբանոս 8-րդ մատուռում։ The most important thing by far is Երևանի ժամանակով երեքշաբթի գիշերը ԱՄՆ-ն պետք է հարվածեր Իրանին, սակայն Քաթարի, Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարները ԱՄՆ նախագահին խնդրել են հետաձգել հարձակումը, քանի որ հիմա բանակցություններ են ընթանում եւ հավանական է, որ ձեռք բերվի այնպիսի պայմանավորվածություն, որը ընդունելի կլինի Միացյալ Նահանգների համար։ Այս տեղեկությունը հայտնել է Դոնալդ Թրամփը։ Ես հրահանգել եմ պատերազմի նախարարին, շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահին, ԱՄՆ զինուժին, որ վաղը չիրականացնենք Իրանի դեմ նախատեսված հարձակումը, սակայն նաև հրահանգել եմ պատրաստ լինել ցանկացած պահի անցնելու Իրանի դեմ լայնամասշտաբ ամբողջական գրոհի, եթե ընթացող բանակցությունների արդյունքները մեզ չգոհացնեն, գրել է Թրամփը։ Թրամփից հետո Պուտինն է մեկնում Չինաստան։ Ռուսաստանի նախագահը վաղը երեկոյան կլինի Պեկինում, հաջորդ օրը նախատեսվում են բանակցություններ Սի Ցինփինի հետ։ Չինաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ սա կլինի Պուտինի 25-րդ այցը Չինաստան նրա նախագահության շրջանում։ Այս տարի լրանում է Չինաստանի ու Ռուսաստանի բարեկամության համաձայնագրի ստորագրման 25-րդ տարին։ Սպասվում է, որ ռուսական պատվիրակության անդամները 40 փաստաթուղթ կստորագրեն չին գործընկերների հետ։ Պուտինն ու Ցինփինը կստորագրեն համատեղ
հայտարարություն համապարփակ գործընկերության եւ ռազմավարական փոխգործակցության հետագա ամրապնդման մասին։ Նաեւ կընդունեն հռչակագիր բազմաբևեռ աշխարհի ձևավորման եւ նոր տիպի միջազգային հարաբերությունների մասին։ Կրեմլում հերքել են տեղեկությունը, թե Պուտինի այցը կապ ունի Թրամփի այցի հետ։ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ չի ստանձնի Եվրոպայի եւ Ռուսաստանի միջև միջնորդի դերը ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում։ Մերկելն ասել է, որ ճգնաժամի կարգավորումը գործող պետությունների ղեկավարների խնդիրն է եւ միայն նրանց կարող է լուրջ ընդունել Վլադիմիր Պուտինը։ Մերկելը նկատել է, որ Եվրոպան բավարար չափով չի օգտագործում իր դիվանագիտական ներուժը Մոսկվայի հետ հարաբերություններում։ Մերկելը շեշտել է, որ բացարձակապես ճիշտ է համարում Ուկրաինային տրամադրվող եվրոպական ռազմական օգնությունը։ Ըստ նրա, Եվրամիությունը չպետք է խաղաղության բանակցությունների նախաձեռնությունը ամբողջությամբ զիջի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին եւ պետք է անձամբ ներգրավվի գործընթացում։ Մերկելի այսօրվա հայտարարությունները հնչում են այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, Եվրոպայի համար ժամանակն է ընտրել իր ներկայացուցչին Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղության գործընթացի համար։ Ավելի վաղ Կրեմլը ակնարկել էր Գերմանիայի մեկ այլ նախկին կանցլերի Գերհարդ Շրոյդերի հնարավոր միջնորդության մասին, սակայն Եվրամիության արտգործնախարար Կայա Կալասը կտրուկ մերժել էր այդ գաղափարը, նշելով, որ խելամիտ չէ թույլ տալ Կրեմլին ընտրել բանակցողին։ Պակիստանյան կողմը ԱՄՆ ներկայացուցիչներին է փոխանցել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ Իրանի վերանայված առաջարկը, հայտնել է Reuters-ը։ Մենք շատ ժամանակ չունենք, ասել է գործակալության աղբյուրը, պատասխանելով հարցին, թե ժամանակ կպահանջվի արդյոք բացերը վերացնելու համար, նշելով, որ երկու կողմերն էլ անընդհատ փոխում են իրենց նպատակները։ Ըստ իրանական Թասնիմի առաջարկը բաղկացած է 14 կետից եւ շեշտը դրված է ռազմական գործողությունների դադարեցման եւ վստահության ամրապնդման միջոցառումների վրա։ Գործակալության տվյալով ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի հետ բանակցությունների ընթացքում դադարեցնել իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները։ Չնայած հրադադարը 45 օրով երկարաձգվել է, Լիբանանում իսրայելական բանակը շարունակում է ռազմական գործողությունները։ Ցախալը հարվածել է հարավային Լիբանանի Սուր շրջանի բնակավայրերին։ Ճապոնիայի ոստիկանությունը ձերբակալել է երկու տղամարդու համացանցի ամենաքննարկված Պանչ անունով մակակայի Վանդա Կապորինի ներխուժելու համար։ Կասկածյալներից մեկը մագլցել է ցանկապատի վրայով, իսկ մյուսն այդ ընթացքում հեռախոսով նկարահանել է նրան։ Ձերբակալվածները հայտնել են, որ ԱՄՆ-ի քաղաքացիներ են։ Նրանք երկուսն էլ չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները։